Վերլուծեն դասընթացի 7-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Վերջին անգամ մենք ուսումնասիրեցինք Համ բանախի թեորեմը եւ ինչ որ կիրառություններ։ Այսօր արագ խոսենք թե ինչ կարելի անել բանախյան տարածությունների հետ, այսինքն երկու հասկացություն կուսումնասիրենք, ուղիղ գումար եւ ֆակտոր տարածությունը, որից հետո կանցնենք մի ուրիշ արդյունքի, որը կոչվում է Բեռի թեորեմ եւ դրա կիրառություններին։ Մենք սկսենք գործողություններ բանախյան տարածությունների հետ։ Բանախյան տարածությունների հետ։ Ուրեմն երկու հասկացություն ենք ուսումնասիրելու։ Առաջինը ուղիղ գումար։ Ուղիղ գումարը մենք ուսումնասիրել ենք Հիլբերտյան տարածությունների համար։ Բանախյանի համար նման է, բայց մի քիչ այլ է։ Մենք դիսուկ ունենք բանախյան տարածությունների հաջորդականություն x1, x2 եւ այլն, սրանք բանախյան տարածություններ են։ Ուզում ենք սահմանել հետևյալ տարածությունը x, որը կանվանենք ուղիղ գումար, ուզում հավասար է 1-ից անսահմանություն, կարող է լինել նաև վերջավոր x-ների, ուրեմն ըստ սահմանման դա հետևյալ տարածությունն է, վերցնում ենք բոլոր հաջորդականությունները xg, որտեղ xg-ն պատկանում է մեծ x-ին ցանկացած g-ի համար, եւ տեղի ունի հետևյալը, եթե ես վերցնում եմ գումար նորմերը x-ների g-ին հավասար է 1-ից անսահմանություն, ապա սա պետք է լինի վերջավոր։ Այս կոչվում է բանախյան տարածությունների ուղիղ գումար։ Եթե բանախյան տարածությունը պետք է սահմանենք գործողություններ, գործողությունները ակնհայտ են, եթե ունենք երկու տար x եւ y, ապա կարող ենք սահմանել x գումարած ինչ-որ թիվ անգամ y-ը, այս բնականաբար հետևյալ հաջորդականությունն է xg գումարած c անգամ yg։ Էշտությամբ կարելի է ստուգել, որ եթե այս երկու հաջորդականությունները xg եւ yg հաջորդականությունները բավարարում են այս պայմանին, ապա գծային կոմբինացիաները բավարարում են պայմանի, այսինքն x-ը իրոք վեկտորական տարածություն է, մնում է մի բան, որ x-ը լրիվ է, կամ որ ուզում ենք գործունեալ բանախյան տարածությունների հետ, բայց սրա ապացույցը լրիվ նույնն է, ինչ որ ասենք մենք ինչ-որ ժամանակ ապացուցել ենք, որ օրինակ L1-ը լրիվ է։ Վերցնում ենք ցանկացած կոշու հաջորդականություն, յուրաքանչյուր տարում անցնում ենք սահմանի, յուրաքանչյուր կոորդինատի համար, եթե սրանք սահմանենք կոորդինատներ, յուրաքանչյուր x-ում անցնում ենք սահմանի, ու ցույց ենք տալիս այն ինչ որ ստացվեց նույնպես L1-ից է։ Վերցնում ենք նույն ապացույցը, վերցնում ենք այդ ապացույցը, ամենտեղ L1-ը որն էր, L1-ը կոմպլեքս հաջորդականություններն են, ճիշտ է, xg, որտեղ xg-ն պատկանում էր c-ին եւ գումարը վերջավոր էր։ Եթե վերցնենք նույն ապացույցը c-ն փոխարինեք xg-ով, ստեղել բացարձակ արժեքները կամ մոդուլները փոխարինեք նորմերով, այդ ապացույցը մնում է ուժի մեջ։ Այսինքն ոչ մի տարբերություն չկա, դրա համար ապացույց չեմ տալիս, բայց փորձ է իրոք մինչև վերջ փորձել հասկանալ այդ ապացույցը նորից կրկնելով։ Մազում ընդգծել, որ մի փոքր տարբերություն կա բանախյան տարածությունների ուղիղ գումարի եւ Հիլբերտյան տարածությունների ուղիղ գումարի մեջ, որտեղ Հիլբերտյան տարածությունների համար մենք վերցրել ենք հետևյալ սահմանումը, g-ն հավասար է 1-ից անսահմանություն, hg, ընդ որում պայմանը հետևյալն էր, որ գումար ոչ թե xg-ն է վերջավոր, այլ նորմի քառակուսին է վերջավոր։
նորմի քառակուսիների գումարն է, նորմերի քառակուսիների գումարն է վերջավոր։ Բնականաբար, եթե գումարը վերջավոր է, այսինքն եթե գումարը գնում է մինչև վերջավոր թիվ, ապա սրանց մեջ տարբերություն չկա։ Բայց եթե իրոք անսահմանություն է, ապա Հիլբերտյան տարածությունների իմաստով ուղիղ գումարը նույնը չի, ինչ որ բանախյան տարածությունների իմաստով ուղիղ գումարը, որովհետև ստեղ մենք պահանջում ենք նորմերի քառակուսիների զուգամիտությունը, ստեղ պահանջում ենք պարզապես նորմի զուգամիտությունը։ Այսինքն այս Հիլբերտյան տարածությունների համար ուղիղ գումարը ավելի շատ նման է L2-ին, քան թե L1-ին։ Ուրեմն այս առաջի օբյեկտներ, երկրորդ օբյեկտը կոչվում է ֆակտոր տարածություն։ Ոնց ենք սահմանում ֆակտոր տարածությունը, նորից վերցնում ենք ինչ-որ բանախյան տարածություն, վերցնում ենք ինչ-որ բանախյան տարածություն եւ վերցնում ենք y ենթատարածություն։ Ընդ որում ենթադրում ենք, որ y-ը փակ է։ Ու սահմանում ենք համարժեքության հարաբերություն x-ի վրա։ Ուրեմն կասենք, որ x1-ը համարժեք է x2-ին, ըստ սահմանման, այս նշանակում է հետևյալը, x1 հանած x2-ը պատկանում է y-ին։ Եվ ֆակտոր տարածությունը ըստ y-ի այդ ըստ սահմանման համարժեքության դասերն են։ Ստեղ իհարկե պետք է ապացուցել, որ այս իրոք համարժեքության հարաբերություն է, բայց համարյա ակնհայտ փաստ է։ Ինքնուրույն առաջարկում եմ ապացուցեք, որ սա իրոք համարժեքության հարաբերություն է, այսինքն 3 հատկություններ կան։ 3 հատկություն է պետք ստուգել, որ ցանկացած x-ի համար x-ը համարժեք է x-ին։ Երկրորդ հատկությունը, որ եթե x-ը համարժեք է y-ին, ապա y-ը համարժեք է x-ին, էլի ակնհայտ է։ Երրորդն է ակնհայտ, այն իմաստով, որ կես տողանոց ապացույց է, որ եթե x-ը համարժեք է y-ին, y համարժեք է z-ին, ապա x-ը համարժեք է z-ին։ Այսինքն այն ինչ որ սահմանեցինք, իրոք համարժեքության հարաբերություն է x-ի վրա, եւ ֆակտոր տարածությունը ըստ սահմանման ֆակտոր տարածությունը ըստ սահմանման բոլոր համարժեքությունների դասերն են։ Ուրեմն, քանի որ մենք ուզում ենք ստանալ բանախյան տարածություն, երկու բան է պետք ստուգել։ Այն, որ սա իրոք վեկտորական տարածություն է, այսինքն մենք կարող ենք սահմանել գործողություններ x գումարած c անգամ y, ոնց ենք անում, վերցնում ենք cx գումարած y-ը ու վերցնում ենք համարժեքության դասը։ Իհարկե պետք է ցույց տալ, որ սահմանումը կոռեկտ է, այն իմաստով, որ եթե հանկարծ ուրիշ անդամներ վերցնենք, այսինքն x'-ի համարժեքության դասը հավասար է x-ի համարժեքության դասին, եւ y'-ի համարժեքության դասը հավասար է y-ի համարժեքության դասին, ապա x գումարած cy-ի x' գումարած cy'-ի համարժեքության դասը, որովհետեւ եթե սրանցով կառուցեմ, պետք է սա վերցնեմ, այդ նույնն է ինչ որ x գումարած cy-ի համարժեքության դասը։ Ուսման բոլորը տեսնում են, որ միայն այս սահմանումը գրելով հարցը չի լուծվում, որովհետև ես կարող եմ ստեղ x-ը կամ y-ը փոխեմ, ասենք x'-ով, y'-ով, որոնք տալիս են նույն համարժեքության դասերը։ Այդ դեպքում սահմանման մեջ ստեղ պետք է վերցնեմ x' գումարած c անգամ y'։ Այսինքն, որովհետև այս սահմանումը լինի ճիշտ, այսինքն իմաստալից, պետք է որ ստացված համարժեքության դասերը նույնպես լինեն նույնը։ Նորից շատ հեշտ հատկություն է, առաջարկում ինքնուրույն ապացուցել։ Եվս մի հատկություն է պետք ապացուցել, որ մի հատկությունից առաջ պետք է նախ ուրեմն այս այն ինչ որ սահմանեցինք, այս սա սահմանում է վեկտորական ստրուկտուրան ֆակտոր տարածության վրա,
պետք է սահմանենք նաև նորմը, քանի որ ուզում ենք ունենալ բանախեն տարածություն։ Ոնց ենք սահմանում նորմը։ X համարժեքության դասի նորմը, պետք է վերցնել բոլոր y-ները, որոնք համարժեք են x-ին, այսինքն տալիս են նույն համարժեքության դասը, ու վերցնել դրանց նորմերի մինիմումը։ Ուրեմն ստեղել այս վեկտորական ստրուկտուրաներ, այս նորմավորված տարածության ստրուկտուրան, ստեղել բան կապացելու, պետք է ցույց տալ, որ n ինչ որ ստացվում է, իրոք նորմ է։ Մի բանը, որ լավ, եկեք մի բան ստուգենք, ուրեմն ցույց տանք, որ սա նորմ է։ Ինչ է պետք ստուգել։ Պետք է ստուգել, որ նորմը հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ համարժեքության դասը հենց 0-ի համարժեքության դասն է, եւ երկրորդ փաստը պետք է ստուգել եռանկյան անհավասարությունը x գումարած y-ի նորմը չի գերազանցում x-ի նորմ գումարած y-ի նորմ։ Լավ, եկեք մեկը ստուգենք, որտեղ իրոք երկուսն շատ հեշտ ստուգող են, եկեք օրինակ առաջին ստուգենք։ Հիմա մի ուղղությամբ ակնհայտ է, եթե ունեմ սա, ապա, այսինքն եթե x-ի համարժեքության դասը 0-ի համարժեքության դասն է, ապա ես կարող եմ վերցնել ստեղ y հավասար է 0 ու կստանամ, որ x-ի նորմը հավասար է 0-ի։ Այսինքն պետք է մի բան ցույց տալ, որ եթե նորմը հավասար է 0-ի, ապա x-ի եւ 0-ի համարժեքության դասը նույնն են։ Ուրեմն եկեք գնենք, եթե նորմը հավասար է 0-ի, ապա գոյություն ունի ցանկացած n-ի համար գոյություն ունի x-n, որը պատկանում է x-ի համարժեքության դասին, այսինքն համարժեք է x-ին, այնպես որ x-ի նորմը չի գերազանցում 1/3-ը։ Ճիշտ է, որովհետև x-ի համարժեքության դասի նորմը ես պետք է վերցնեի բոլոր x-ները, որոնք տալիս են նույն համարժեքության դասը, բոլոր y-ները, որոնք տալիս են նույն համարժեքության դասը, վերցնեի նորմերի ինֆիմումը։ Ինֆիմի սահմանման համաձայն ես կարող եմ, ինչքան ասես փոքր նորմով վերցնել համարժեքության դասի ստար։ Բայց ինչ է նշանակում, որ x-ը պատկանում է x-ի համարժեքության դասին, նշանակում է, որ x-ն հանած x-ը պատկանում է y-ին։ Ուրեմն x-ն հանած x-ը պատկանում է y-ին, բայց մյուս կողմից ունեմ սա, նշանակում է x-ն հանած x-ը զուգամիտում է, եկեք հակառակն եմ, x հանած x-ն է, նշանակում է x հանած x-ը զուգամիտում է x-ին, քանի որ x-ը զուգամիտում է 0-ին։ Մենք ենթադրել էինք, որ y-ը փակ ենթատարածություն է, ստեղ է օգտագործում y-ի փակ լինելը, ուրեմն ստեղից ստացվում է, որ քանի որ սրանք պատկանում են y-ին, հետևաբար սահմանն է պատկանում y-ին, այսինքն x-ը պատկանում է y-ին, իսկ ես էլ նշանակում որ x-ի համարժեքության դասը հենց 0-ի համարժեքության դասն է։ Մոտարապես նույն ձևով էլ ցույց ենք տալիս, սա պետք է պարզապես էլի վերցնենք մոտարկին եւ այլն։ Այս էլ թողնում եմ ձեզ։ Ուրեմն ինչ ապահովեցինք, որ եթե ունեմ փակ ենթատարածություն, ապա կարող եմ սահմանել ֆակտոր տարածությունը, x-ի ֆակտոր տարածությունը y-ի, որի վրա կարող եմ ներմուծել վեկտորական ստրուկտուրա եւ նորմավորված տարածության ստրուկտուրա, այսինքն նորմ։ Ունում է մի բան, պետք է ցույց տալ, որ n ինչ որ ստացվում է բանական տարածություն է։ Այսինքն պետք է ցույց տալ, որ ֆակտոր տարածությունը, որի վրա ներմուծել եմ այս նորմը, լրիվ է։
մի բանը որ չենք ապացուցել, միակ բանը որ մնում է ապացուցել լրիվությունն է։ Մենք ոնց ենք ապացուցում լրիվությունը, ինչ որ ժամանակ առաջ ապացուցել ենք հետևյալ լեմա, որ նորմավորված տարածությունը, ասենք, անուն դնենք E նորմավորված տարածություն լրիվ է, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած բացարձակ զուգամետ հաջորդականություն զուգամետ է, այսինքն ցանկացած UN հաջորդականության համար E-ից, եթե ես գիտեմ, որ նորմերի գումարը վերջավոր է, ապա այս շարքը զուգամետ է։ Զուգամետ է այն իմաստով, որ մասնակի գումարների հաջորդականությունը ունի սահման։ Այս ինչ որ արդյունք է, որը ապացուցել ենք երկու դասախոսություն առաջ։ Այսինքն պետք է ցույց տանք, որ եթե ունենք, որովհետեւ ցույց տանք ֆակտոր տարածության լրիվ լինելը, պետք է ցույց տանք, որ եթե ունենք x-n տարեջ, այնպիսին, որ գումար x-n-ը վերջավոր է, նորմերը վերջավոր են, նորմերի գումարը վերջավոր է, ապա գոյություն ունի սահման, լավ, գրեմ պարզապես, որ շարքը զուգամիտում է։ X-ը զուգամետ է։ Ոնց ենք անում, քանի որ այս շարքը զուգամետ է, ես օգտագործում եմ նորմի սահմանումը ֆակտոր տարածության մեջ, որպեսզի գտնեմ y-n անդամներ, ուրեմն ցանկացած n-ի համար գոյություն ունի y-n, որը համարժեք է x-n-ին, այնպիսին, որ y-n-ի նորմը չի գերազանցում համարժեքության դասի նորմ գումարած, ասենք, 2-ի մինուս n։ Ստերից մի անգամից հետևում է, այս պարզապես նորմի սահմանումն էր։ Ես կարող եմ նորմը մոտարկել տարերի, ինչ-որ տարերի նորմերով, որոնք սրանից մի փոքր ավելի մեծ են։ Ստերից ինչ է հետևում, ստերից հետևում է, որ գումար y-ը զուգամետ է, հետևաբար y-ի նորմը զուգամետ է, հետևաբար, քանի որ x-ը բանախեն տարածություն է, գումար y-ը զուգամետ է։ Մենք նշանակում որ գումար y-ը զուգամետ է, նշանակում է հետևյալ հաջորդականություն զուգամետ է։ Եթե նշանակեմ s k-ով գումար n հավասար է 1-ից k y-ն, ապա կարող եմ ասել, որ s k-ն զուգամիտում է ինչ-որ սահմանի, որի անուն դնենք, ասենք, s, երբ k-ն ձգտում է անսահմանության։ Հիմա ինչ եմ ուզում անել, ես ուզում եմ ցույց տալ, որ այդ դեպքում համապատասխան ես պնդում եմ, որ ստեղից հետևում է, այսինքն այս բանը դեռ չգիտեմ, ստեղից հետևում եմ, որ s k-ի համարժեքության դասն էլ զուգամիտում է s-ի համարժեքության դասին։ Այս մի րոպե հետո կապացուցենք, բայց ենթադրենք, որ սա ապացուցել ենք, այս ինչ է նշանակում։ S k-ի համարժեքության դասը այդ նույնն է, որ գումար y-n-ների համարժեքության դասերը, n հավասար է 1-ից k։ Սա էլ զուգամիտում է, այսինքն ես գիտեմ, որ s k-ն զուգամիտում է, հետևաբար այս գումարները զուգամիտում են s-ի համարժեքության դասին։
Այս էլ նշանակում է, որ բայց y-ը համարժեք է x-ին, ցենտրության։ Այս էլ նշանակում է, որ գումար x-ը զուգամետ է։ Այսինքն, որպեսզի ցույց տանք ֆակտոր տարածության լրիվությունը, մեզ մնում է ապահովել, որ ճիշտ է այս պնդումը։ Որ եթե ես վերցնում եմ այսինքն ճիշտ է, բավական է ապահովել հետևյալն է, եկեք լեմի տեսքով գրենք։ Ուրեմն նշանակենք g-ով x-ից ֆակտոր տարածություն արտապատկերումը որը x-ը տանում է համարժեքության դասին։ Այսինքն ցանկացած x-ին համարժեքության մեջ եմ դնում իր համապատասխանության մեջ եմ դնում իր համարժեքության դասը։ Ապա երկու հատկություն։ Առաջի հատկությունը g-ն անընդհատ է, եւ երկրորդ հատկությունը g-ն բաց է, հետեւյալ իմաստով։ Այսինքն եթե ես վերցնեմ a բաց բազմությունը, ցանկացած a բաց բազմության համար, բաց բազմության համար g անբաց է։ Եկեք մի հատ նորից, ուրեմն ես ունեմ x բանական տարածությունը, ունեմ y փակ ենթատարածությունը եւ նայում եմ x ֆակտոր y-ը, այսինքն x-ի ֆակտոր տարածությունը ըստ y-ի։ Ուրեմն գոյություն ունի բնական արտապատկերում, որը x-ին համապատասխանության մեջ է դնում իր համարժեքության դասը։ Այս արտապատկերում է x-ից ֆակտոր տարածություն։ Մալեմը ասում է, որ g-ն անընդհատ է, եւ բացի դրանից g-ն բաց է, այն իմաստով, որ ցանկացած a բաց բազմության համար պատկերը բաց է։ Ուրեմն անընդհատությունը, եթե հիշում եք, տալիս է հետևյալ հատկությունը, որ ցանկացած բաց բազմության հակադարձ պատկերն է բաց։ Ստեղ ուրիշ հատկություն է, ստեղ ասում է, որ եթե a-ն բաց է, ապա g-ն է բաց։ Թե ինչի էս կարևոր, մի քիչ ավելի ուշ բարձ կլինի, բայց եկեք հիմա ապացուցենք այս բանը, ապացույց։ Ուրեմն սկսենք առաջի հատկությունից։ Պետք է ցույց տանք, որ g-ն անընդհատ է, ինչ է նշանակում g-ն անընդհատ է։ Մենք արդեն ապացուցել ենք, որ գծային արտապատկերումների համար անընդհատությունը եւ սահմանափակությունը այդ նույն բանն է։ Այսինքն ես պետք է ցույց տամ, որ g(x)-ի նորմը չի գերազանցում ինչ որ c անգամ x-ի նորմից։ Բայց g(x)-ի նորմը ինչ է, այդ իր համարժեքության դասի նորմն է։ Իսկ համարժեքության դասի նորմը այդ ինֆիմումներն է բոլոր n y-ների, որոնք համարժեք են x-ին։ Մասնավորապես ես կարող եմ վերցնել y հավասար է x։ Այսինքն սրանից հետևում է, որ տեղի ունի c-ն հավասար է 1 հաստատումով։
Քանի որ ֆակտոր տարածության մեջ համարժեքության դասի նորմը չի գերազանցում ցանկացած տարի նորմին։ Այդ նույն համարժեքության դասի մեջ։ Շատ լավ, այս ակնհայտ էր։ Հիմա եկեք մի քիչ ավելի պակաս ակնհայտ բանը։ Ես պնդում եմ, որ եթե ան բաց է, ապա պատկերը նույնպես բաց է։ Ջիան նույնպես բաց է։ Ուրեմն մի ընդհանուր փաստ գծային արտապատկերումների մասին, որովհետեւ ցույց տամ, որ ինչ որ գծային արտապատկերման համար մենք ընկեցնենք ինչ որ կամ հենց սրա համար վերցնենք j-ին գնում էր աստորեն x-ից ֆակտոր տարածություն։ Ես ուզում ցույց տալ, որ բաց բազմությունների պատկերը նույնպես բաց է։ Ես պնդում եմ, որ սրա համար բավական է ապացուցել հետևյալը, որ եթե ես վերցնում եմ օրինակ միավոր գունդը, ապա սա պարունակում է ինչ որ գունդ ֆակտոր տարածության մեջ։ Բնականաբար ստեղ գունդը ընկած է x-ի մեջ, ստեղ գունդը ընկած է ֆակտոր տարածության մեջ։ Եկեք մի պահ այս նշանակենք z-ով, քանի որ այս պահին կարևոր չի թե ստեղ ինքը ինչ տարածություն է։ Ֆակտոր տարածություն է, թե ցանկացած ուրիշ տարածություն է։ Ես պնդում եմ, որ գծային արտապատկերումների համար, որովհետեւ ցույց տամ, որ գծային արտապատկերումը բաց է, այսինքն բաց բազմությունը տանում է բաց բազմության վրա, բավական է ցույց տամ, որ միավոր գնդի պատկերը պարունակում է ինչ որ բաց գունդ։ Օրինակ եկեք հասկանանք, թե ինչի է սա բավարար։ Որովհետև եթե ես վերցնեմ ինչ որ z0 լավ z0 z-ից, ես ինչ եմ ուզում ցույց տամ, ես ուզում եմ ցույց տալ, որ ոչ թե z-ից, այլ z0 z-ից, որ ընկած է պատկերի մեջ, որը հավասար է j(x0)-ի։ Ես ուզում եմ ցույց տալ, որ պատկերը ինչ որ մի բազմության բաց է, որը ընկած է մեր a բազմության մեջ, ես ինչ եմ ուզում ցույց տալ, ես ուզում եմ ցույց տալ, որ գոյություն ունի ինչ որ r, նենց որ b z0 r-ը նույնպես ընկած է ոչ թե a-ի մեջ է ընկած, այլ j-ի մեջ է ընկած։ Մի հատ նորից ես ուզում եմ ցույց տալ, որ a բաց բազմության պատկերը զիան է բաց է։ Դրա համար ինչ եմ անում, վերցնում եմ ցանկացած z0 կետ տեղից, ուզում եմ ցույց տալ, որ դրա շուրջ ես կարող եմ գտնել գունդ, որը ամբողջությամբ ընկած է j-ի մեջ։ Բայց ուրեմն z0-ն հավասար է ինչ ենք ուզում ապացուցել, ուզում ենք ապացուցել, որ այս ուրեմն z0-ն x0-ի պատկերն էր։ Z0-ն x0-ի պատկերն էր, ու ես գիտեմ, որ x0-ն անբաց բազմություն է, հետևաբար ինչ որ մի գունդ կլինի սրա շուրջը, որը ամբողջությամբ ընկած է a-ի մեջ։ Ուրեմն ինչ գիտենք։ Գիտենք, որ գոյություն ունի epsilon, ուրեմն այս բանը դեռ չգիտենք։ Սա դեռ չգիտենք։ Ուզում ենք ցույց տալ, բայց գիտենք, որ գոյություն ունի epsilon, այնպես որ b x0 epsilon-ը ամբողջությամբ ընկած է a-ի մեջ։ Հիմա նկատում ենք, որ եթե ես վերցնում եմ j
B x0 էպսիլոն, այս նույնն է, որ վերցնեմ G x0 գումարած G B0 էպսիլոն։ Հաշվապես օգտագործում եմ փաստը, որ G-ն գծային արտապատկերում է։ Գնդի պատկերը նույնն է, ինչ որ կենտրոնի պատկերը և գումարած 0 կենտրոնով նույն շարավղով գնդի պատկերը։ Եթե այս մի անգամից պարզ չի, պետք է ինքնուրույն ստուգեք, որ գծային արտապատկերումների համար գնդի պատկերը, ցանկացած գնդի պատկերը, նույնն է, ինչ որ իր կենտրոնի պատկեր, գումարած նույն շարավղով, բայց 0 կենտրոնով գնդի պատկերը։ Հիմա ես գիտեմ, որ S ընկած է ամբողջությամբ ընկած է I մեջ։ Բայց գիտեմ նաև, որ ենթադրել եմ նաև, որ ճիշտ է սա։ Զրո կենտրոնով և մեկ շարավղով գնդի պատկերը պարունակում է դելտա շարավղով գունդ։ Հետևաբար, եթե ստեղ գծայնությունից, էլի հետևում որ եթե ստեղ մեկը փոխարինեմ էպսիլոնով, ստեղ պարզապես դելտան կբազմապատկվի էպսիլոնով։ Այսինքն ես ունեմ նաև, որ G B0 էպսիլոնը պարունակում է B0 դելտա էպսիլոն բաց գունդը։ Այսինքն, դերս մի անգամից ստանում եմ, նայելով այ սրան, որ մի տեսնեմ, որ ոչ թե A պետք է գրեի, այլ պետք է գրեի GA։ It's B x0 էպսիլոն ընկած է I մեջ, հետևաբար իր պատկերը ընկած է I պատկերի մեջ։ Ուրեմն S մյուսից մենք ստանում ենք, որ G B x0 էպսիլոնը պարունակում է G x0 գումարած B0 դելտա էպսիլոն գունդը։ Պարզապես նայում եմ սրան։ Գնդի պատկերը, այդ նույնն է, ինչ որ G0 գումարած B0 էպսիլոնի պատկերը, բայց B0 էպսիլոնի պատկերը պարունակում է S գունդը։ Այսինքն ես ինչ ապացուցեցի։ Ես ապացուցեցի, որ S գունդը սա, որը ընկած է I պատկերի մեջ, ներկայացվում է G0, պարունակում է G0 գումարած 0 կենտրոնով գունդ։ Բայց ես էլ նույնն է, ինչ որ BZ0 և դելտա էպսիլոնը։ Այսինքն, գծային արտապատկերումների համար բաց լինել ապացուցելու համար բավարար է ցույց տալ, որ 0 կենտրոնով և 1 շարավղով գնդի պատկերը պարունակում է բաց գունդ 0 կենտրոնով և դելտա շարավղով։ Շատ լավ, հիմա վերադառնանք մեր արտապատկերմանը։ Մենք ունենք G արտապատկերումը, որը X-ը տանում էր X-ի համարժեքության դասին։ Հիմա ես պնդում եմ, որ եթե ես վերցնեմ 0 կենտրոնով և 1 շարավղով գունդ X տարածության մեջ, ապա սա իրականում հավասար կլինի ֆակտոր տարածության մեջ L-ի 0 կենտրոնով և 1 շարավղով գնդին։ Հավասարությունը իրականում ինձ պետք չի, ինձ պետք է միայն այն որ ասենք լավ եկեք հավասարությունն էլ ապացուցենք։ Ուրեմն ինչ պետք է ցույց տամ,
երկու բան պետք է ցույց տամ, որ եթե x-ը պատկանում է սրան, ապա 10-ը պատկանում է, եկեք էլ տարածությունները չգրեմ, B01-ին։ Այստեղ ապացուցելու բան չկա, եթե x-ը պատկանում է սրան, ապա x-ի նորմը փոքր է 1-ից։ Իսկ եթե x-ի նորմ փոքր է 1-ից, ապա իր ֆակտոր տարածության մեջ իր 10-ի նորմը հաստատ փոքր է 1-ից, քանի որ 10-ի նորմը ինֆիմումն է բոլոր տարերի, մասնավորապես x-ից ավելի փոքր է։ Ուրեմն մի ուղղությամբ էս ցույց տվեցինք։ Հիմա հակառակ ուղղությամբ վերցնում ենք տար x-ից, որի համարժեքության 10-ը պատկանում է 0 կենտրոնով և 1 շարժվող գնդին։ Այդ ինչ է նշանակում, այս նշանակում է, որ իր նորմը փոքր է 1-ից։ Բայց եթե նորմը փոքր է 1-ից, ուրեմն գոյություն ունի y, որը համարժեք է x-ին, որի նորմը նույնպես փոքր է 1-ից։ Դե սրանով վերջանում է, քանի որ y համարժեք է x-ին, հետեւաբար GY-ը տալիս է հենց x-ի համարժեքության 10-ը։ Այսինքն ես ցույց տվեցի, որ ցանկացած տար այս գնդից ինչ որ մեկի պատկերն է էլի միավոր շարժվող գնդից։ Մեր սրանով բանը ապացույցն ավարտվում է։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ բնական արտապատկերումը, որը x-ը տանում է ֆակտոր տարածության վրա, անընդհատ է եւ բաց է։ Ցանկացած բաց բազմության պատկեր նույնպես բաց է։ Եվ սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր սրա մասին։ Շատ լավ։ Եթե հարցեր չկան, ուրեմն անցնենք Բեռի թեորեմին։ Ուրեմն Բեռի թեորեմի ձևակերպումը մի քիչ տարօրինակ է, անհասկանալի է, թե ինչի է կարևոր եւ օգտակար։ Բայց շատ արագ բաց կլինի, որ իրոք շատ կարևոր արդյունք է, մի շարք հետաքրքիր փաստեր են դրանից հետևում։ Ուրեմն եկեք ձևակերպենք բարձրապես թեորեմ։ Ասենք գնանք լավ Բեռի թեորեմի եւ հետևանքներ։ Բայց ձևակերպելուց առաջ մի բան հիշենք, մի սահմանում հիշենք։ Սրա մասին խոսել ենք ինչ-որ ժամանակ առաջ։ Եթե ես ունեմ, ասենք, ինչ-որ մետրիկական տարածություն, Բեռի թեորեմը մետրիկական տարածությունների մասին է։ N-դեն մետրիկական տարածություն։ Ապա ասեմ, որ ինչ-որ S բազմություն ամենուրեք տիպ է։ Ըստ սահմանման, սա նշանակում է, որ S-ի փակումը հավասար է M-ին, բայց ես կարող եմ վերաձևակերպել այդ ու ասել, որ ես կլինի նույն բանը, որ ցանկացած բաց գունդ S-ից տար է պարունակում, այսինքն B հատում S-ը դատարկ չի։ Ցանկացած բաց գնդի մեջ կա S-ից տար։
Այդ դեպքում S-ը ամենուրեք խիտ է։ Եվ երկրորդ մասը, ինչի նշանակում ամենուրեք նոսր, Մենք ասեմ, որ S-ը ամենուրեք նոսր է, եթե տեղի ունի հետևյալը, S-ի փակումը գունդ չի պարունակում։ Մի քիչ մտածելուց հետո պարզ է դառնում, որ այս նույնն է, որ ասել հետևյալը, ցանկացած բաց գնդի համար գոյություն ունի մի ուրիշ գունդ, որը ընկած է B-ի մեջ, այնպիսին, որ S-ի հետ հատումը դատարկ է։ Ուրեմն երկու հասկացություն, ամենուրեք խիտ և ամենուրեք նոսր։ Ամենուրեք խիտ նշանակում է, որ այս բազմությունը ամեն տեղ է։ Ինչ բաց գունդ էլ վերցնեմ, S-ի հետ հատում ունի։ Այսինքն S-ի ցանկացած բաց գնդի մեջ S-ից տարեր կան։ Ամենուրեք նոսր այդ լրիվ հակառակն է։ Կարող եմ երկու ձևով ասել։ S-ի փակման մեջ գունդ չկա, կամ կարող եմ ասել, եթե ես վերցնեմ ցանկացած բաց գունդ, ապա կարող եմ գտնել մի ուրիշ գունդ, բաց կամ փակ, տարբերություն չկա, որի մեջ S-ից տարեր չկան, այսինքն որի հատումը S-ի հետ դատարկ է։ Այսինքն առաջի դեպքում ցանկացած բաց գնդի մեջ ինչ որ մեկը կար, որը S-ից էր, երկրորդ դեպքում ցանկացած բաց գնդի մեջ մի ուրիշ գունդ կա, որտեղ S-ից տար չկա ընդհանրապես։ Այդ դեպքում S-ը ամենուրեք նոսր է։ Հիմա թեորեմը ասում է հետևյալը, դիցուկ M-ը լրիվ մետրիկական տարածություն է։ Լրիվ մետրիկական տարածություն է։ Ենթադրենք, ենթադրենք, որ M-ը ներկայացված է հաշվելի թվով ենթաբազմությունների միավորման տեսքով։ Ապա գոյություն ունի N, այնպիսին, որ M-N-ի փակումը պարունակում է գունդ։ Եթե այս թեորեմը դեռ չեք տեսել, ապա իրոք տարօրինակ թեորեմ է։ Ինչ է ասում, ասում է, որ եթե ունեմ մետրիկական տարածություն լրիվ, որը ներկայացված է հաշվելի թվով ենթաբազմությունների միավորման տեսքով, ապա սրանցից գոնե մեկը ամենուրեք նոսր չի։ Որտեղ այն, որ փակումը պարունակում է գունդ, նշանակում է ինքը ամենուրեք նոսր չի, կամ ուրիշ ձևով ասած, լրիվ մետրիկական տարածությունը չի կարելի ներկայացնել
հաշվելի թվով ամենուրեք նոսր ենթաբազմությունների միավորման տեսքով։ Այս է բերի թեորեմը։ Եթե m-ը լրիվ է, ապա հնարավոր չի ներկայացնել ամենուրեք նոսր հաշվելի թվով ենթաբազմությունների միավորման տեսքով։ Ուրեմն թե ինչի է կարևոր մի քիչ հետո պարզ կդառնա, եկեք հիմա ապացուցենք այս թեորեմը, ապացույց։ Բերելու ենք հակասության, ենթադրում ենք, որ այս հնարավոր է ու բերելու ենք հակասության։ Ուրեմն ենթադրենք, թե բոլոր m-ները ամենուրեք նոսր են։ Ուրեմն ենթադրենք, թե ցանկացած n-ի համար mn-ը ամենուրեք նոսր է։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ ես կարող եմ գտնել x1, ուրեմն վերցնում ենք n հավասար է 1-ի համար, վերցնում եմ x1, գոյություն ունի x1 m-ից և գոյություն ունի շարավիղ, այնպես որ x1 կենտրոնով և r1 շարավղով գունդը m1-ի հետ հատում չունի, m1-ի փակման հետ հատում չունի։ Հավասար է դատակ բազմության։ Ճիշտ է, եթե m1-ը ամենուրեք նոսր է, ապա ես կարող եմ գտնել գունդ, որ իր մեջ չի։ Ընդ որում այս r1-ի մասին ես կարող եմ ենթադրել, որ ինքը 1-ից փոքր է։ Հիմա ես վերցնում եմ այս գունդը, հիմա վերցնում եմ օգտագործելով այն փաստը, որ m2-ը ամենուրեք նոսր է, ես վերցնում եմ այս գունդը և հայմատում եմ m2-ի փակման հետ։ Ուրեմն այս գունդը ամբողջությամբ չի կարող իր մեջ ընկածնի, քանի որ m2-ը ամենուրեք նոսր է։ Հետևաբար ինքը պատկանում է, պարունակում է ինչ-որ x2 կետ, ու քանի որ ես բաց գնդից անել եմ փակ բազմություն, ինքը նույնպես բաց է, գոյություն կունենա r2, 0-ից մեծ, այնպես որ b x2 r2-ը, նախ ես կենթադրեմ, որ ինքը ամբողջությամբ, եկեք փակումը վերցնենք, ամբողջությամբ ընկած է bx1 r1-ի մեջ, հակառակ դեպքում ես կվերցնեմ պարզապես ավելի փոքր r2, ընդ որում հատումը m2-ի հետ դատարկ է։ bx2 r2-ի հատումը m2-ի հետ դատարկ է։ Ճիշտ է, ուրեմն առաջի քայլը, ես ասում եմ, որ m1-ը ամենուրեք նոսր է, հետևաբար գոյություն ունի գունդ, որը m1-ի հետ հատում չունի։ Հիմա ես վերցնում եմ այս գունդը, հայմատում եմ m2-ի հետ։ Եթե m2-ի փակումը այս գունդը ամբողջությամբ պարունակեր, ինքը ամենուրեք նոսր չէր լինի, քանի որ ամենուրեք նոսր նշանակում է, որ գունդ չի պարունակում։ Նշանակում է m2-ից դուրս, m2-ի փակումից դուրս գոյություն ունի կետ, որը ընկած է սրա մեջ։ Բայց ես բաց բազմությունից անեցի փակ բազմություն, ինքը նույնպես բաց է, նշանակում է ես մի ուրիշ գունդ կարող եմ գտնել, որը ընկած է նախորդ գնդի մեջ ու m2-ի հետ հատում չունի։ Եվ այլն, եթե x-n, r-n արդեն կառուցված են, ես նայում եմ b, x,
n rn հանած n գումարած 1/3 բազմության փակումը ես ունեմ ինչ որ գունդ Այմատում եմ ամենուրեք նոսր բազմության հետ, ինքը չի կարող ամբողջությամբ նեղընկած լինի, հետևաբար ինքը պատկապարանակում է կետ։ Եվ քանի որ այն ինչ որ ստացվել է բազմություն է, գոյություն ունի նաև r n գումարած 1 դրական, նենց որ համապատասխան գունդը x n գումարած 1 r n գումարած 1-ը ամբողջությամբ ընկած է նախորդ գնդի մեջ և n գումարած 1-ի հետ հատում չունի։ Հետո փակումով վերցնենք։ Ընդ որում ես միշտ կարող եմ ենթադրել, որ ցանկացած n-ի համար rn-ը փոքր է երկուսի ոնց վերցրեցինք 1-ի համար բան, ուրեմն 1 հանած n երկուսի 1 հանած n աշճանից։ Այսինքն ես ստացա ներդրված գնդերի հաջորդականություն, փակ գնդերի հաջորդականություն b x1 r1 որը պատկանում է պարունակում է b x2 r2-ը եւ այլն։ Նենց որ n-երորդ գունդը x n r n-ը m n-ի հետ հատում չունի։ Հիմա ինչ եմ անում։ Ես ունեմ հեշտությամբ կարելի ապահովել, թողնում եմ ձեզ, որ այս գնդերի կենտրոնները օգտագործելով այս փաստը, որ r-ը փոքր է 2-ի 1 հանած n-ից, այս գնդերի կենտրոնները կոշու հաջորդականություն է կազմում։ x-ը կոշու հաջորդականություն է։ Հետևաբար ունի սահման։ Քանի որ ենթադրեմ, որ m-ը լրիվ է։ M-ը լրիվ է։ Ուրեմն այս սահմանը ինքը պետք է ընկած լինի այս բոլոր գնդերի հատման մեջ։ Քանի որ գնդերը փակ էին։ Բայց այս բոլոր գնդերի հատումը ոչ մի m-ի հետ հատում չունի։ Քանի որ n-երորդ գունդը m-ի հետ հատում չուներ, եթե ես վերցնեմ բոլորի հատումը, ինքը ոչ մի m-ի հետ հատում չի ունենա։ Ես հատում b x-n r-ը, որը դատարկ չի, պարունակում է x-ը, հատում m-կայի հետ, դատարկ է ցանկացած կայի համար։ Այսինքն ես գտա տար, այս x տարն է, որը պատկանում է m-ին, բայց ոչ մի m-կային չի պատկանում։ Այդ հակասությունը որտեղից է գալիս հակասությունը գալիս է առաջի տողից, որ ցանկացած n-ի համար m-ը ամենուրեք նոսր է, այսինքն ոչ մեկի փակումը գունդ չի պարունակում։ Եվ սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք Բեռի թեորեմի մասին, ձևակերպման եւ ապացույցի մասին կան ինչ-որ հարցեր։ Շատ լավ, հարցեր չկան, ուրեմն եկեք քննարկենք հետևանքներ։ Տեսան երկու հետևանք ելնելու։ Հետևանք 1։ Այս անունի Banach-Steinhaus-ի թեորեմ։
Banach-Steinhaus թեորեմը ասում է հետևյալը։ Ենթադրենք ունենք երկու բանախնդարություն եւ ունենք A գամմա անընդհատ գծային արտապատկերումների ընտանիք։ Այսինքն ցանկացած A գամման արտապատկերում է գծային անընդհատ x-ից y։ Տեսնում որ rx y-ով նշանակում եմ անընդհատ գծային արտապատկերումների տարածությունը։ Ուրեմն ենթադրենք թե եղել է հետևյալը։ Ցանկացած x-ի համար x-ից եթե ես վերցնեմ սուպրեմում ըստ գամմայի A գամմա x-ի նորմա, եկեք գրեմ y որ պարզնի, այսինքն վերցրեցի ցանկացած տարի x-ից եւ բոլոր արտապատկերումները կիրառեցի դրանց վրա, դա այդ մի տարի վրա։ Ստացա ինչ որ բազմություն y-ում, վերցնում եմ այդ բազմության սուպրեմում ըստ գամմայի։ Ենթադրում եմ որ սա վերջավոր է։ Ապա ճիշտ է հետևյալը սուպրեմում A գամմա Ստեղ բնականաբար վերցրել եմ գծային արտապատկերումների տարածության մեջ, էլի գամմա պատկանում է գամմային վերջավոր է։ Եկեք հայմատության համար գրենք թե ինչ է նշանակում ավելի մանրամասն։ Ավելի մանրամասն է նշանակում հետևյալը սուպրեմում երբ գամման պատկանում է գամմային, մի հատ էլ սուպրեմում երբ x-ը պատկանում է երբ x-ը պատկանում է 0 կենտրոնով եւ 1 շարավղով գնդին x տարածության մեջ, ուստեղ վերցրել եմ A գամմա x-ը y տարածության մեջ։ Ես պարզապես սա նորմա փոխարենցի իր սահմանումով վերցրել եմ միավոր գնդի մեջ սուպրեմումը, միավոր գնդի վրա սուպրեմումը։ Ոնց որ փակել որ դες կարելի նաև բաց թողնեմ նույն բանն է։ Դա վերջավոր է։ Այսինքն ես ստեղ ենթադրեցի որ ցանկացած x-ի համար s մեծությունը վերջավոր է, հիմա ասում եմ որ այստեղ ես կարող եմ վերցնել ըստ x-ի սուպրեմում երբ x-ը գնդի մեջ է, նույնպես կլինի վերջավոր։ Banach-Steinhaus թեորեմը ասում է որ եթե անընդհատ գծային արտապատկերումների ընտանիքը սահմանափակ է ցանկացած տարի վրա, ապա իրաց նորմերը սահմանափակ են։ Այս առաջի հետևանքն է։ Հիմա կապահոցենք այդ, բայց եկեք մի հատ օրինակ նայենք, տես այսինքն ինքը թեորեմը արդեն մի քիչ ընդհանրապես ակնհայտ չի, բայց եկեք մի օրինակի վրա հասկանանք, որ իրոք լուրջ հետևանքներ կարելի է սրանից ստանալ, օրինակ։ Եկեք նայենք ինչ որ x բանախնդարություն եւ նայենք ինչ որ a ենթաբազմություն, ոնց որ ենթադրենք, որ a ենթաբազմությունը բավարարում է հետեւյալ պայմանին։ Ցանկացած գծային ֆունկցիոնալի համար, այսինքն ցանկացած L-ի համար դուալ տարածությունից ճիշտ է հետևյալը, վերցնում եմ սուպրեմում Lx եւ x-ը պատկանում է a-ին։ Ենթադրում որ սա վերջավոր է։ Ուրեմն այս բանին դեռ չենք անցել, բայց x տարածության վրա մենք ունենք նորմով սահմանված տոպոլոգիան, չէ, այսինքն այս նորմի հատկություններ, օրինակ սահմանափակություն, բայց կարող ենք ներմուծել նաև թույլ տոպոլոգիա, այսինքն վերցնենք ցանկացած L ու այդ L-ի համար նայենք այս մեծությունները, Lx-ները ու սրանով սահմանենք տոպոլոգիան։ Բայց այս բանը կարևոր չի թե ինչ է նշանակում տոպոլոգիա դեռ չենք անցել։ Պարզապես հասկանալի է, որ եթե A բազմությունը սահմանափակ է, ապա ճիշտ է նաև սա։ Որ ցանկացած L-ի համար այս սուպրեմումը սահմանափակ է։ Հիմա Banach-Steinhaus թեորեմը հնարավորություն է ապահովելու, որ ցույց տանք,
որ անսահմանափակ է։ Ինչ է նշանակում անսահմանափակ է, նշանակում է դες վերցնեմ սուպրեմում, երբ x-ը պատկանում է a-ին եւ x-ի նորմ, ապա սա կլինի վերջավոր։ Եկեք համեմատենք, որը շատ նման է սրան, ես վերցրել եմ a ենթաբազմություն ու նայում եմ հետևյալ երկու միությունները, նայում եմ a-ին պատկանող տարերի սուպրեմումը ու ցանկացած ֆունկցիոնալի համար այս կոմպլեքս թվերի սուպրեմումը։ Պարզ է, որ եթե ճիշտ է սա, ապա ճիշտ է նաև սա, քանի որ ես միշտ ունեմ հետևյալ անհավասարությունը Lx-ը փոքր է L-ի նորմ դուալ տարածության մեջ անգամ x-ի նորմ x տարածության մեջ։ Այսինքն եթե սա ճիշտ լինի, սա միշտ կարող եմ գնահատել այս մեծություն անգամ L-ի նորմ։ Դանաշտեյնհաուս թեորեմի շնորհիվ մենք ունենք նաև հակառակը։ S իմաստով սահմանափակ բազմությունը, այսինքն որի համար ճիշտ է սա, ցանկացած L գծային անընդհատ ֆունկցիոնալի համար սա վերջավոր է, պարտավոր է լինել սահմանափակ։ Հիմա նայենք ապացույցը։ Ուրեմն ինչ որ ժամանակ առաջ, եթե չեմ սխալվում նախորդ դասին, մենք կառուցել ենք բնական ներդրում x-ից b դուալ տարածություն։ Ոնց ենք սահմանել սա։ Եթե x-ը պատկանում է x-ին, ապա gx-ի գործողությունը L-ի վրա, ուրեմն gx-ը պետք է լինի b դուալ տարածությունից, իսկ b դուալ տարածության տարերը ազդում են դուալ տարածության տարերի վրա, սահմանման։ Այս հավասար է L-ը կիրառած x-ի վրա։ Ուրեմն անցյալ դասին սահմանել ենք այս արտապատկերումը x-ից b դուալ տարածություն ու ցույց ենք տվել, որ սա իզոմետրիա է, գծային իզոմետրիա է, բայց սուբյեկտիվ կարող է չլինել։ Մենք ապացուցել ենք, որ ցանկացած x-ի համար x-ից gx-ի նորմը b դուալ տարածության մեջ համընկնում է x-ի նորմի հետ։ Հիմա արդեն ճիշտ է, շատ պարզ է, ինչ ուղղությամբ է գնում այս ամեն ինչը։ Ես նայում եմ gx գծային արտապատկերումները, ուրեմն սա x b դուալից է, եկեք գրենք x դուալի դուալ, կամ էլ գրենք x դուալից c գործող անընդհատ գծային արտապատկերումները։ Ես ունեմ a բազմությունը, a բազմության յուրաքանչյուր տարին կարող են համապատասխանության մեջ դնել gx տարը b դուալ տարածությունից, բայց b դուալ տարածությունը այդ գծային արտապատկերումներն են x աստղանիշի c։ Հիմա ինչ կարող եմ ասել սրա մասին։ Սրա մասին կարող եմ ասել հետևյալը, որ ցանկացած L-ի համար դուալ տարածությունից, եթե ես վերցնեմ սուպրեմում, երբ x-ը պատկանում է a-ին, եւ հաշվեմ gx-ը L-ի վրա, այս նույնն է, որ սուպրեմում, երբ x-ը պատկանում է a-ին, gx-ը L-ի վրա ոնց էր գործում, այդ Lx-ն էր, սա էլ ըստ պայմանի վերջավոր է։ Այսինքն ես ունեմ գծային արտապատկերումների ընտանիք, որի համար ճիշտ է սա։ Հետևաբար, Banach-Steinhaus-ի թեորեմի համաձայն, ես կարող եմ ասել, որ սուպրեմում, երբ x-ը պատկանում է a-ին, gx-ի նորմը b դուալ տարածության մեջ, այսինքն L b դուալն էլ գրեմ, x երկու աստղանիշ, վերջավոր է։ Բայց այս ինչ էր։ Այս հենց x-ի նորմն էր։ Դրանով ապացույցն ավարտվում է։ Այսինքն
թույլ իմաստով սահմանափակ բազմությունները սահմանափակ են նաև ուժեղ իմաստով։ Հետևում է միանգամից Banach Steinhaus-ի թեորեմից ու այս արտապատկերման իզոմետրիայից, այն որ ինքը պահպանում է նորմը։ Իհարկե, որ սա էլ հետևանք էր ան Banach-ի թեորեմից, որ նորմը պահպանվում է։ Շատ լավ, եթե հարցեր չկան սրա մասին, վերադառնանք Banach Steinhaus-ի թեորեմի ապացույցին։ Banach Steinhaus-ի ապացույց։ Իրականում շատ պարզ է ապացույցը։ Ուրեմն վերցնենք հետևյալ բազմությունները։ Ուրեմն մի հատ նորից հիշենք ձևակերպումը, ունեինք x-ից y գծային արտապատկերումների ընտանիք, յուրաքանչյուր x-ի վրա ընտանիքը սահմանափակ էր։ Ներմուծենք հետևյալ ենթաբազմությունները xn, որը n x-երն են x-ից, որոնց համար է սուպրեմումը a գամմա x և գամման պատկանում է գամմային, փոքր կամ հավասար n-ից։ Ես գիտեմ, որ այս մեծությունը վերջավոր է։ Հետևաբար ինքը ինչ որ մի ամբողջ թվից փոքր կլինի։ Այսինքն ես մի անգամից կարող եմ ասել, որ x-ը ըստ պայմանի այս xn-ների միավորումն է։ Ուրեմն լրիվ մետրիկական տարածությունը, բանախյան տարածությունը, հետևաբար լրիվ մետրիկական տարածությունը ներկայացված է հաշվելի թվով ենթաբազմությունների միավորման տեսքով։ Բերի թեորեմի շնորհիվ կարող եմ ասել, որ գոյություն ունի n, այնպիսին, որ այնպիսին, որ x-n-ի հակումը պարունակում է ինչ-որ գունդ։ Գոյություն ունի n, ամենալավ սենց գրենք, գոյություն ունի n, գոյություն ունի x x-ից և գոյություն ունի r, դրական թիվ այնպիսին, որ ճիշտ է սա։ Հիմա ուրեմն x-n-ի փակումը պարունակում է գունդ, այս թող լինի այդ գունդը, այս bx-ն։ Բայց եթե ինչ-որ մի x պատկանում է x-n-ին, ապա մինուս x-ներ է պատկանում դրան։ Այսինքն x-n-ը սիմետրիկ է 0-ի նկատմամբ։ Եթե ինչ-որ մի x, ուրեմն այս առաջի դիտարկումն է, եթե x-ը պատկանում է x-n-ին, ապա մինուս x-ներ է պատկանում x-n-ին։ Այսինքն այս գնդի հետ միասին, եթե սա 0-ն է, սիմետրիկ գունդն կլինի x-n-ի մեջ։ Այսինքն են b մինուս x-ը։ Հետևում է այս հատկությունից։ Եթե ինչ որ գունդ x-n-ի մեջ է, ապա սիմետրիկ գունդն է x-n-ի մեջ։ Երկրորդ հատկությունը հետևյալն է, որ եթե x և y-ը x-n-ի մեջ են, ապա 1/2 x գումարած y-ները x-n-ի մեջ։ Պարզապես եռանկյան անհավասարությունից։ Հիմա այս նկատի ունեմ հետևյալը, որ եթե ես վերցնեմ 0 կենտրոնով և r շարավղով գունդը, ապա ցանկացած x ստեղից, եկեք ստեղել պակ վերցնենք,
ցանկացած x-ից գնդից, կարելի է ներկայացնել ցանկացած y-ից գնդից, x-ը գրաված է, ցանկացած y-ից գնդից, կարելի է ներկայացնել հետևյալ ձևով, y-ը հավասար է 1/2 x գումարած y գումարած 1/2 մինուս x գումարած y, բայց այս x գումարած y-ը x-ենից է, որ ինքը գնենք ոչ թե x-ենից է, այլ bx r-ից է, իսկ սա b մինուս x r-ից է։ Հետևաբար, իրանց միացնող հատվածի միջնակետը նույնպես x, ու սրանք երկուսն էլ x-ենից էին, հետևաբար սա էլ է x-ենից։ Քանի որ այս երկու գնդերը x-ենի մեջ են, օգտագործում ես երկրորդ հատկությունը, որ ասեմ, որ այս տարերի իրար միացնող հատվածի միջնակետը նույնպես x-ենից է։ Այսինքն եզրակացությունը հետևյալն է, որ գոյություն ունի r, այնպիսին, որ b0r-ի փակումը ընկած է x-ենի մեջ, իսկ ես ինչ է նշանակում, ես նշանակում եմ, որ սուպրեմում, r է, սուպրեմում այս գամմայի, a գամմա x-ը, փոքր կամ հավասար է n-ից, ցանկացած x-ի համար b0r-ից։ Այսինքն, ստեղից մի անգամից կարող եմ եզրակացնել, որ եթե b0r-ի փոխարեն վերցնեմ b01, ընդամենը պետք է բաժանեմ, եթե սրա փոխարեն վերցնեմ սուպրեմում, այսինքն լավ եկեք գրենք, սուպրեմում երբ x-ը փոքր է r-ից, a գամմա x-ը փոքր կամ հավասար է n-ից, քանի որ եթե սա ճիշտ է ցանկացած x-ի համար, ապա կարող եմ վերցնել սուպրեմում ստեղ։ Բայց սա էլ նշանակում է, որ եթե վերցնեմ սուպրեմում ոչ թե երբ x-ը փոքր է r-ից, այլ x-ը փոքր է 1-ից, ընդամենը պետք է բաժանեմ r-ի վրա։ Սուպրեմում գամման պատկանում է գամմային, սուպրեմում x-ը փոքր է 1-ից, a գամմա x-ը կլինի ավելի փոքր, քան թե n-ը բաժանած r-ը։ Դրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք հարցեր կան Մանախշտեյնհաուսի թեորեմների վերաբերյալ և հետևանքի։ Շատ լավ, այս առաջին հետևանքն էր, հիմա երկրորդ հետևանքը։ Հետևանք 2։ Իրականում 3 հետևանք է լինելու։ Ինչի է իրար հետ հիմա պարզ կդառնա։ Ավետիք ես ներքև գրեմ, որ նույնը գրելնի։ Առաջին ասում է հետևյալը։ Այս կոչվում է բաց արտապատկերման թեորեմ։ Ուրեմն, եթե ես ունեմ գծային արտապատկերում, որը սուրյեկտիվ է, ապա անբաց է։ Ինչ իմաստով, այն իմաստով, որ մի քիչ ավելի վերև քննարկում էինք, ցանկացած J բազմության համար, եթե J-ն բաց է, ապա AJ-ն բաց է։ Երկրորդ հատկությունը կոչվում է փակ գրաֆիկի թեորեմ։
ինքը ասում է հետևյալը, եթե ես ունեմ A, էլ չեմ ենթադրում բանը, չեմ ենթադրում անընդհատությունը, բայց ենթադրում եմ միայն գծայնությունը, փոխարենը ենթադրում եմ, որ գրաֆիկը փակ է, այսինքն ինչ է, որն ենք անվանում A-ի գրաֆիկ, այն XY կետերի բազմությունը, գույքերի բազմությունը, որոնց համար Y-ը հավասար է AX։ Ենթադրում եմ, որ սա փակ է։ Դերից հետևում է, որ A-ն անընդհատ է։ Եվ երրորդը կոչվում է հակադարձ արտապատկերման թեորեմ։ Հակադարձ արտապատկերման թեորեմ ասում է հետևյալը, որ եթե ունեմ անընդհատ արտապատկերում, որի միջուկը 0 է, այսինքն 0-ի է գնում միայն 0-ն, և սուրյեկտիվ է, այսինքն փոխմիարժեք անընդհատ արտապատկերում, մասնավորապես կարող եմ նայել հակադարձ արտապատկերումը, հակադարձ գծային արտապատկերումը, թեորեմը ասում է, որ սա կլինի անընդհատ։ Այսինքն անընդհատ փոխմիարժեք գծային արտապատկերման հակադարձը նույնպես անընդհատ է։ Ուրեմն եկեք ես պնդում եմ, որ երեք պնդումներ իրական նույն բանն է։ Այս երեք պնդումները իրար համարժեք են։ Եթե գիտենք ապահովել մեկը, ապա կարող ենք ապահովել մյուս երկուսը։ Եկեք փորձենք հասկանանք։ Ուրեմն այն որ A-ից հետևում է G-ն, ապահովելու բան չկա։ Քանի որ ես ունեմ A-1-ը, ճիշտ է, որը գնում է Y-ից X։ Որովհետեւ ցույց տամ A-1-ի անընդհատությունը, պետք է ցույց տամ, որ ցանկացած բաց բազմության հակադարձ պատկեր բաց է։ Այսինքն եթե վերցնեմ G-ն բաց ու վերցնեմ A-1-ով հակադարձ պատկերը, ես նույնն է, որ A-G-ն է, այս բաց է։ Բայց այդ հենց սրա ասածն է, որ եթե ես ունեմ անընդհատ արտապատկերում, որը սուրյեկտիվ է, ապա ցանկացած J-ի համար A-G-ն բաց է։ Այսինքն եթե ես գիտեմ, որ A-ն ճիշտ է, ապա կարող եմ ասել, որ G-ն է ճիշտ։ Որովհետև անընդհատությունը ապահովելու համար ես պետք է ցույց տամ, որ ցանկացած բաց բազմության հակադարձ պատկերը բաց է։ Բայց այս բաց բազմության հակադարձ պատկերը հենց այդ բազմության պատկերն է A-ով, որը բաց է ըստ ենթադրության։ Որը բաց է ըստ A հատկության։ Ոչ թե ըստ ենթադրության, ըստ A հատկության։ Ուրեմն A-ից միանգամից հետևում է G։ Հիմա ցույց տանք, որ G-ից հետևում է B-ն։ Ուրեմն եթե ես ուրեմն X անգամ Y-ը այս ուղիղ արտադրյալն է, կամ ուղիղ գումարը, տարբերություն չկա, արտադրյալ գումարը նույն բանն է այս դեպքում։ Ես կարող եմ ասել, որ գամմա A-ն, այսինքն A-ի գրաֆիկը, այս բանախյան տարածություն է։ Ինչի է բանախյան տարածություն, որտեղ ինքը փակ ենթատարածություն է, պարզ է, որ սա վեկտորական գծային ենթատարածություն է, ինքը փակ ենթատարածություն է, X անգամ Y, այդ համենտեպս գրեմ, որ ստեղ X անգամ Y-ը այդ նույն բանն է, ինչ որ X
գումար y-ը։ X գումարած y բանախյան տարածության փակ ենթատարածություն է։ Հետևաբար գամմա an բանախյան տարածություն է։ Եկեք նայենք հետևյալ արտապատկերումը։ B արտապատկերում, որը գամմա a-ից գնում է x եւ x ax-ին անպատասխանության մեջ է գնում x-ը։ Ես վերցրել եմ ցանկացած տար գրաֆիկից, ինքը ներկայացում է x ax տեսքով եւ սրան անպատասխանության մեջ եմ դրել x-ը։ Ուրեմն պարզ է, որ b-ն անընդհատ է, b արտապատկերում անընդհատ է եւ սուրյեկտիվ։ Հետևաբար ու նաև բան է, միջուկը 0 է։ Ինչի է 0, որովհետև եթե պատկերը 0 է, եթե x հավասար է 0-ի, ապա սա էլ է 0։ Ուրեմն ես ունեմ մի բանախյան տարածությունից մի ուրիշ բանախյան տարածության մեջ փոխմիարժեք արտապատկերում։ Հետևաբար, եթե ես գիտեմ, որ g հատկությունը ճիշտ է, կարող եմ ասել, որ b-1-ը, որը x-ից գնում է գամմա a, անընդհատ է։ Եվ ինչ է նշանակում, այդ նշանակում է, որ x-ի նորմ, x ax-ի նորմը գնահատվում է c անգամ x-ի նորմով, քանի որ հակադարձ արտապատկերումը x-ը կտանի սրա վրա։ Դե մասնավորապես տեղս հետևում, որ ax-ի նորմն է գնահատվում։ Այսինքն ես ցույց տվեցի, որ եթե g-ն ճիշտ է, ապա ճիշտ է նաև b-ն։ Ուրեմն հիմա եկեք ցույց տանք, որ b-ից հետևում է g-ն։ Ավելի ճիշտ է, ես ձեզ կթողնեմ, արդեն շատ ժամանակ չունենք։ Պարզապես պետք է հետևյալը, որ օգտագործում է երկու հատկություն, որ եթե ես վերցնեմ հետևյալ արտապատկերումը x գումարած y-ից y գումարած x, որը x-y զույգը տանում է yx զույգի վրա, ապա սա իզոմետրիա է։ Եվ երկրորդ փաստը, եթե ես ունեմ ինչ-որ a գծային արտապատկերում, որը փոխմիարժեք է, ապա հակադարձի գրաֆիկը այդ նույնն է ինչ-որ ու իրարած գամմայի վրա։ Օգտագործել եմ ընդամենը այս երկու հատկությունները, կարող եմ ցույց տալ, որ b-ից հետևում է g, այս թողնում եմ ձեզ վարժություն։ Իրականում մի տող է ապացուցել, առանձնապես անելու բան չկա։ Պետք է պարզապես գրեք, թե ինչ է պետք ապացուցել, ու պարզ կդառնա, որ այս երկու հատկություններից միանգամից ամեն ինչ հետևում է։ Եվ վերջապես, որ g-ից հետևում է an, ումստեղ օգտագործում ենք ինչ որ մենք այսօր ապացուցեցինք։ Ուրեմն ինչ ունենք, որ փոխմիարժեք անընդհատ արտապատկերման հակադարձը անընդհատ է, պետք է ցույց տանք, որ եթե բանը չունենք, ունենք միայն սա, ապա բազմության պատկերը բաց է։ Ուրեմն դրա համար բավական է նայել հետևյալ նկարին։ Ուրեմն an գնում է x-ից y։ Ես կարող եմ նայել x-ի ֆակտոր տարածությունը ըստ a-ի միջուկի։ Այստեղ ես ունեմ բնական անընդհատ եւ բաց արտապատկերում, ճիշտ է, որը x-ը տանում է
Ուրեմն x-ը տանում է x-ի համարժեքության դասին։ Բայց ստեղ էլ ես կարող եմ սահմանել, ասենք a գծիկով արտապատկերումը, ով է a գծիկով արտապատկերումը։ A գծիկով արտապատկերումը x-ի համարժեքության դասը տանում է ax-ի վրա։ Որում եթե ստեղ x-ը փոխարինեմ մի հատ ուրիշ y-ով նույն համարժեքության դասը, ապա նույն տարրն եմ ստանալու, քանի որ վերցրել եմ հենց այս ըստ a-ի միջուկի ֆակտոր տարածությունը։ Տոնում եմ ձեզ հասկանալու համար մանրամասները, թե ինչի ստեղ ամեն ինչ նորմալ է։ Եվ մեզ առաջի փաստն է, որ ես կարող եմ սահմանել այս արտապատկերումը, եւ երկրորդ փաստը այն է, որ իմ այս a արտապատկերումը ես կարող եմ ներկայացնել որպես a-ի եւ g-ի համադրույթ։ Ուրեմն այս առաջինի մեջ պետք է ավելացնել, որ a-ի միջուկը եւ a-ն հավասար է 0-ի, պարունակում է միայն 0-ի համարժեքության դասը եւ պատկերը համընկնում է y-ի հետ։ Ինչ ենք անում, կիրառում ենք այս g հատկությունը a-ի վրա, ստանում ենք, որ բաց բազմությունների պատկերը բաց են, քանի որ հակադարձը անընդհատ է, ուրեմն a գծիկով -1-ը, որը գնում է y-ից ֆակտոր տարածություն, ինքը անընդհատ է, հետևաբար ցանկացած j-ի համար ֆակտոր տարածությունից որը բաց է, a գծիկով j-ն բաց է։ Այսինքն ուրիշ կերպ ասած, a գծիկովը բաց արտապատկերում է։ Հիմա ես ինչ ունեմ, ունեմ մի բաց արտապատկերում եւ երկրորդ բաց արտապատկերումը։ Ու վերցրել եմ սրանց համադրույթը։ Պարզ է, որ բաց արտապատկերումների համադրույթը նույնպես բաց է, հետեւաբար անբաց է։ Եկեք լավ սրատակել ավելացնեմ վարժություն բառը, բայց համարյա ամեն ինչ ասեցի արդեն։ Ընդհանուր պետք է մի հատ նորից հասկանալ, թե ինչի է սա ճիշտ։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ այս բոլոր բաները իրար համարժեք են։ Ուրեմն արդեն ժամանակ չունենք այսօր։ Աստորեն այս 3 հատկությունները ապահովելու համար մենք բավական է ապահովենք սրանցից մեկը։ Ուրեմն առաջի հատկության ապացույցը դուք կգտնեք Ռիթ-Սայմոնի գրքում, վարժություն կարդալ Ռիթ-Սայմոն 82 էջը։ Այս բաց արտապատկերման ai ապացույցը։ Եմ ստեղ ai ապացույցը։ Եվս մի բան կա անելու, վարժության առաջի մասն է։ Երկրորդ մասը եւս մի թեորեմ կա, որի ապացույցը նույնպես պետք է կարդալ։ Ուրեմն լիցուկ ունենք հիմա Հիլբերտյան տարածություն։
ունենք A գծային արտապատկերում հաշից հաշ, որը ինքնահամալուծ է, ինչ է նշանակում ինքնահամալուծ, այդ նշանակում է, որ ցանկացած x y-ի համար հաշից տեղի ունի հետևյալը. ax y-ը հավասար է x ay-ին։ Այս տեսակ արտապատկերումները կոչվում են ինքնահամալուծ։ Պետք է ցույց տալ, որ եթե ունենք ինքնահամալուծ արտապատկերում, որը որոշված է ամբողջ տարածության վրա, ուրեմն այս գծային եւ բավարարում է սրան, ուրեմն ապա անընդհատ է, այսինքն անընդհատություն չեմ ենթադրել, ենթադրել եմ, որ ինքնահամալուծ է եւ բավարարում է սրան։ Պետք է ցույց տալ, որ անընդհատ է, միանգամից հետևում է փակ գրաֆիտի թեորեմից։ Պետք է հասկանալ, թե ինչու։ Ուրեմն ես էլ Ռիթ-Սայմոնի գրքում կարդալ Ռիթ-Սայմոնի գրքում page 84 ապացույց։ Շատ լավ, երևի սրանով սահմանափակվենք, արդյոք կան հարցեր։ Դե ինչ, եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը, ստեսին բոլորին կհանդիպենք հաջորդ շաբաթ։